մայիսի 15-ին։ Ում կողմից Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի կողմից այս փաստաթուղթը ձեռք է բերվում։ Իմիջիալոց ասեմ նրա գաղտնիության աստիճանը այնքան բարձր փաստաթուղթ է, ինքը գաղտնիության ռեժիմը, որ հաստատ ոստիկանապետը դոպուստ չունի։ Դա միանշանակ նա չի կարող նման փաստաթղթի նախ ծանոթանա, տեղեկանա նման փաստաթղթի գոյության մասին եւ այդ փաստաթուղթը հայտնվի իր մոտ տեղեկությունները մանրամասն եւ դա այդ փաստաթուղթը ազատ առանց գաղտնագրման դրվում է մի հատ X քրեական գործով շրջանառության մեջ եւ դա դրվում է Հայաստանի Հանրապետության ուրեմն արտադրության առաջին դասի խորհրդական Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արտուր Դավթյանի ծառայողական սեղանին Արտուր Դավթյանը լինելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ ծանոթանալով այս հուշ գաղտնի փաստաթղթին ոչ մի միջոցներ ձեռք չի առնում որ այս փաստաթուղթը գաղտնագրվի ոչ մի միջոցներ ձեռք չի առնում որ այս փաստաթղթի ծագման աղբյուրը բացահայտվի ոնց է հասել դա ոստիկանապետին եւ ինչա տեղի ունենում իրականում ինչ ձև են ձևակերպում ոչ չերևա որտեղից է ուծեշկները ձևակերպում են որ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տարոնի բաժնի լսեք ինչի մասին եմ ես խոսում Տարոնի բաժնի X օպեր ծառայող թե համանքային ինչ-որ ոստիկան նման տեղեկությունները գրավոր ներկայացել Միլպետին, Միլպետը եկել է վարչության պետ ու տենց հասել է ոստիկանապետին։ Երբ որ ես ծանոթացես նյութերին, ասի եթե այդ ոստիկանը նման գաղտնիություն տիրապետում, նախ այդ ոստիկանին բերեք, քրեական գործ հարուցեք, դա տեսեք այդ աղբյուրը իրան որտեղից, որովհետև էսի ամենակարևոր պահպանվող գաղտնիքներից մեկն է Հայաստանի Հանրապետությունում։ Որ մի հատ պատկերացնեք թաղային այնց ինֆորմացիա զեկուցագրով որ նայում ես թաղայինը մի հատ այնն նայեք Տարոնի բաժին Կիրովականից մեկը տես գրում ուղարկում ոստիկանապետին ինստանցիայով է տես բաց գալիս է ու տեղեկացնեմ որ խոսքը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության ամենահուշ գաղտնի մարտական ստորաբաժանումներից մեկի գոյությանն ու գործունեությանը ամենայն մանրակրկիտությամբ անգամ ծառայական մեքենաների համարներով անվանացանկով, քանակակազմով, չեք պատկերացնի գործողությունների ծավալով, ցնդելու բան։ Այս փաստաթուղթը 2019 թվականին, երբ որ արդեն այդ քրեական գործի շրջանակներում սրանց ծանոթանում են փաստաբանները, փաստաբանը ներկայացնում է հաղորդում հանցագործության մասին, նախաքննական մարմնին, դատախազություն, ազգային անվտանգության ծառայություն։ Այս գործը մտնում է դատական process, երաստիճան դատական համակարգ, դատարաններում դատավորներին են sense դեմ տալի, ասում են գաղտնագրեք, սա կարևոր ոչ մի բան տեղի չի ունենում։ Սա փաստաթղթավորված է, որ շատ հուզվեն, սա կներկայացնենք։ Ու այս փաստաթուղթը իմ ձեռն է հայտնվում 2023 թվականին, պատահմամբ, լրիվ պատահաբար։ Երբ որ ես տեսնում եմ այս փաստաթուղթը, ասում եմ, այս ի՞նչ է։ Ու տենում եմ, որ գաղտնագրված չի ինֆորմացիան, ասենց, ասած գնում է։ Փորձում եմ տարբեր ճանապարհներով տեղեկացնել, փակեք սա։ Ոչ մեկը քայլեց չի ձեռնարկում։ Ես գրավոր դիմում եմ 0108-2023 թվականին գրավոր դիմում եմ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արմեն Աբազյանին, բողոք եմ ուղարկում գրավոր։ Որ sense բանա տեղի ունենում, էսի չի գաղտնագրվում։ Խոսքը վերաբերվում է շատ կարևոր ստրուկտուրայի, ստորաբաժանման, որը մարտական խնդիրներ կատարող ստորաբաժանում է, հուշ գաղտնի, շատ հուշ գաղտնի։ Սա հրապարակվել է այսքան տարի շրջանառության մեջ, մի խոսքով ինձ հրավիրում են ազգային անվտանգության ծառայություն։ Ես գնում եմ անձամբ հանդիպում եմ տնօրենին, ներկայացնում եմ փաստաթուղթը։ Րոպեներ անց, ասում եմ մի ժամ չի տվել, եւ կես ժամ չի տվել։ Ես կաբինետում եմ եղել, արդեն հրամանը տվել է, միանք որտեղ է, ես ասել եմ որտեղ է, որ դատարանում է այդ պահին այդ փաստաթուղթը, ազգային անվտանգության օպերատիվ խումբը մեկն է հակահետախուզության կազմով, միանգամից գաղտնագրվել է այդ փաստաթուղթը, կողվել է գաղտնի գրիֆի տակ։ Հիմա հաջորդը ինչքան մարդա տեղեկացել այս ստորաբաժանման գոյության եւ գործունեության մասին։ Անուն ազգանուններով քանակակազմով նշված այս փաստաթղթի մեջ, այսքան մարդու կյանք վտանգված է թշնամու կողմից։ Ոչ մեկ չի երաշխավորում, որ էսի թշնամուն հասել է, թե չէ։ Սա բաց աղբյուրներ է։ Ոչ մեկ չի երաշխավորում։ Այս գաղտնագրումից հետո քրեական գործ չհարուցվեց։ Ես անգամ չեմ հրավիրվել ներքին անվտանգության վարչություն, թեկուզ եւ Ասոբյաձելը պաշտպանության նախարարության եւ ՄՎԴ եւ գլխավոր դատախազություն, ամեն դեպքում
հակակոռուպցիոն, որովհետև քննչականում էլ է այսի բաց եղել եւ կան գրավոր միջնորդագրեր, փագեք այս ինֆորմացիան չեմ փագի, այսպես բաց գնացել է իմանալով, որ ամենաբարձր կատեգորիա գաղտնիության, հուշ գաղտնի ինքը բանա փաստաթուղթ է եւ շատ կարեւոր տեղեկատվություն է մեր զինված ուժերի ստորաբաժանումների հատուկ նշանակության խնդիրների կատարման մեխանիզմների մի խոսքով շատ կարեւոր բան է ուծեշք է եղել։ Միջև այսօր ոչ մեկ քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Եվ ես վերջերս որ այս հարցը բարձրացրեցի, խորհրդավոր ձևով սկսեցին ինձ տարբեր սլիվներ տալ, տեղեկատվական արտահոսքեր, ապա տեղեկատվություններ, որ գիտես ինչ, քանի որ այդ ստորաբաժանումը ստեղծվել է Ռազմական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-մայոր Աշակ Կարապետյանի կողմից եւ առանց նրա ստորագրության սա չէր կարող դուրս գալ։ Արշակով է դուրս եկել։ Հիմա նայեք ինչ են սարքում։ Դու գիտեք իմ համար կապ չունի Արշակը կլինի, Ռոբերտ Քոչարյանը կլինի, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ, ով ուզում է լինի։ Դուք գիտեք ես ոնց եմ դիմադրում, ոնց եմ պաշտպանում իմ երկիրը։ Հիմա ինձ ուզում են բրդեն Արշակ Կարապետյանի վրա, հասկանում եք։ Ես էլ ասում եմ Արշակ Կարապետյանն է, քրեական գործ հարուցեք, ապացուցեք, որ ինքն է ուծեշք են տվել։ Որովհետև տրամաբանություն չկա, այս Արշակ Կարապետյանի գլուխը չեմ լվում։ Ես ոչ նրա ընկերն եմ, ոչ նրա աղբերն եմ, ոչ նրա կուսակիցն եմ, ոչ էլ նրա հետևորդն եմ։ Այո, իր կուսակցությունում ունեմ ընկերներ, կուսակցության նախագահի մտերիմ ընկերն է, իմ ծառայակից զինվորական ընկերն է, մի խոսքով շատ կապեր կա, բայց ես անձամբ ոչ մեկի ուզում եմ հերս լինի, իմ օղորմածիկ հերս, իմ ամենահարազատ մարդը, ընտանիքիս անդամներն էլ անգամ, երեխես էլ լինի, ես ներում բեկում չկա դավաճանի նկատմամբ, հիշեք դա։ Ասում քրեական գործ հարուցեք, ապացուցեք ինձի, ես տուժող եմ, ստորաբաժանման անդամները տուժել են, որովհետև այս գաղտնի ինֆորմացիան նաև հանդիսացել է հետևանք, որ մենք այսօր միջազգային հետախուզման մեջ ենք եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, ինչպես Ինտերպոլի, այնպես էլ Եվրոպոլի գծով։ Դա պաշտոնապես հաստատված է։ Հիմքերից մեկը նաև սա է։ Ոնց է հասեն դե։ Խի միջև հիմա պատասխանատվություն չի կրում, էսի ոնց է դուրս եկի ախր այս տեղեկալ։ Հիմա բրդում են Արշակ Կարապետյանի վրա։ Ես միամիտ չեմ, որ ուտեմ սա այս դեզինֆորմացիան։ Այս մի ամսից ավելա լսնում են ուղեղս տարբեր ճանապարհներով, տարբեր ուղղություններով, իմ մտերիմ մարդկանցով, այլ ճանապարհներով, զարտուղի մի խոսքով ես հրապարակայնորեն ասում եմ։ Տրամաբանություն չեմ տենում։ Իր հրամանով ստեղծված հուշ գաղտնի ստորաբաժանման մասին տեղեկություն հանի տա ոստիկանապետին, եթե նման բան տեղի է ունեցի անգամ, ուրեմն եղել է քաղաքական որոշում։ Դա միանշանակ։ Ոչ մեկ իր կյանքը չի վտանգի, հասկացեք, այս սա թշնամու համար գիտեք ինչ է։ Լրացուցիչ թիրախ է հանդիսանալու, ասենք ոչ մի տրամաբանող մարդ, ողջախոհ մարդ չի անի այդ նման բան։ Քրեական գործ հարուցեք մի հատ քրեական գործ քթեք, ապացուցեք, որ ինքն է։ Այո, որ ապացուցեք, որ ինքն է, ժամանակ կտենակ ին վերաբերմունքը։ Բախի միջև հիմա Արշակ Կարապետյանը սկսեց ակտիվանալ քաղաքական ոլորտում, հիշակ 2018 թվից չեք հիշել, հիմա հիշակ, որ Արշակ Կարապետյանն այդ ինֆորմացիան դուրս տվել, Արշակ Կարապետյանն դատեք, որպես պետական դավաճանի, ով ուզում է լինի։ Ոստիկանապետին միջև հիմա չեք կանչել հարցաքննության, Արտուր Դավթյանին չեք կանչել հարցաքննության, քննիչներին չեք կանչել հարցաքննության, դատավորներին չեք կանչել հարցաքննության, Արաչյացյանից վերաքննիչ միջև Վճռաբեկ, որ սաղ տեղերը միջնորդագիր եղել ու փագեք այս ինֆորմացիան, չեք փագել։ Միջև ես անձամբ չեմ հանդիպել 2023 թվականին, անձամբ չեմ հանդիպել Արմեն Աբազյանի հետ։ Պատասխանատվություն չունեք։ Այսպես բարդակ է, որ այսքան միլիոնավոր տեղեկատվություններ է դուս եկել Հայաստանի Հանրապետությունից։ Բայց ժողովրդավարության բաստիոն, ազգի մասին մտածող պետական պաշտոնյաներ, այսի մի դեպքն եմ ասում, որ ուղղակի առաջում է ինձ ու իմ ստորաբաժանման այդ ընկերներին է վերաբերվում, իմ հրամանատարին, մյուսին, բայց խի չեք բացում այս գործը։ Ումից եք վախում, ինչից եք վախում, վախենում եք քննությունը հելնի ձեր վրա, բացվի քաղաքական հրանգավորում եղել, որ այս փաստաթուղթը հանեք դրեք շրջանառության մեջ, հա։ Դա կարա տենց ինքը իրանով տենց դուրս գա գաղտնի արխիվներից հայտնվել ոստիկանապետի մոտ, այսքան տարի շրջանառության մեջ ով ասես տեսել այս փաստաթուղթը։ Դուք հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Եվ նույն ձևի վերաբերում են հոկտեմբերի 27-ին։ Եթե դուք իրականում ուզում եք հոկտեմբերի 27-ը բացահայտեք, ես ձեզ ցանկը ներկայացնեմ, ովքեր են ենթարկվելու
Այսը հիմնավոր է ամենայն հիմնավորվածության, որովհետև հենց այդ գործը բացեն, դուք կտեսնեք ինչքան ապացույցներ կա իրենց կողմից կատարված հանցագործությունների մասին, այս ցանկի անդամների բոլորը ներկայացված է հաղորդումներով հանցակ ոչ մի ընթաց չի տրվեց կան տարի ու ցույց են տալի, որ իբր հետապնդումներ է հետում։ Հետո սկսեն։ Առաջինը, որ ենթարկվել է քրեական պատասխանատվության, ով եղել է այս գործի քավորը, դա Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Աղվանդ Գառնիկի Հովսեփյանն է։ Երկրորդը Հայաստանի Հանրապետության նախկին զինդատախազ Գագիկ Ջանգիրյանը, որ լրիվ քրեական գործով ապացույցներով վերևում է, թե ոնց է մարդիկ համ դատաքննական ցուցմունք են տվել, համ նախաքննական։ Ոնց է մարդկանց տարեզին դատախազություն ինչ ցուցմունքներ է գրել տվել, որոնց շահագրգռելով, որոնց վախցնելով հոկտեմբերի 27-ի հետ կապված, որ ուղղությունը շեղվի գա դեպի մեր մոտ, որ կազմակերպիչները իրականում չբացահայտվեն։ Պատճառները սա փաստա 132.08.501 քրեական գործը ձեզ փեշկեշ։ Վերցրեք, տեսեք հոկտեմբերի 27-ը ոնց է բացվում։ Եվ գիտեք ինչ հիմքով է բացվում։ Կանչում եք, ասում եք Խեք արհեստական ապացույցն է ստեղծել։ Խիչ եք թողել բնականon, օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ, արդար քննություն ընթանա, խեք շեղը քննությունը։ Մարդիկ ասում են ոնց են գրել ցուցմունքները, ոնց եք ում տարե, ում եք խոշտանգողներից մեկովին դեմ ակնհայտ կեղծ ցուցմունքներ ա տվել մեղադրական, ոնց եք խոշտանգե ինվալիդ ա միջև հիմա, խոսքը Մարտիրոս Արտաշեսի Աճեմյանի մասին ա, հայտնի հաբի փոխհրամանատար Չալավեկի որ կես մարդ ծարկեցիք 6-րդ վարչությունում ու ԿԳԲ-ում, միջև հիմա մեջ կա այտենց բռնած մանագալի, մարդը կենթան է, խիչ եք հարցակնում, խիչ եք այդ նյութերով ընթաց տալի, այսքան հաղորդումներ եմ տվել ձեզի, այս նույն Գագիկ, նույն ասենք այս դատաբժիշկ փորձագետ Գագիկ Հարությունյանը, խիչ եք կանչում հարցակնության, ասես, մի հատ նայ, գիտեք, մի հատ օրինակ բերեմ, ինչ փորձաքննական եզրակացություն ա տվել, ուրեմն այն դանակները, այն գործիքները, որով իբրև թե կատարվել է սպանությունը, փաստաբանները Հայկ Ռուբենի Ալումյանը եւ Արա Զաքարյանը կոնկրետ մասնագիտորեն դետալ հիմնավորել են, որ այդ դանակներով չէր կարող պատճառված լինել այդ մարմնական վնասվածքները։ Դուք պատկերացնեք ինչ փորձագիտական եզրակացություն ա տվել է, որ ուրեմն տուժողի դիակի շորերի վրա արկա են ուրեմն բեկորային վնասվածքներ, պատրվածքներ, պայթած տրացիլի արգասիքներ, այսինքն պայթուցիկ նյութի արգասիկ, պայթելա, մարմնի վրա մի հատ մարմնական վնասված չկա։ Դուք պատկերացնեք նռնակ պայթի մարդու վրա, այդ սաղ նկարագրականով գալիս է մեկ է պարզվում է դիակի, դատաբժշկական փորձաքննության ժամանակ որևէ բեկորային վնասվածք մանավանդ այդ շորի տեղերում գոյություն չունի դիակի վրա։ Այս բոյի բեսպրիձելով դատել են։ Խնդրեմ, ինչ պետք է Պողոս Պողոսյանի դեպքը մենակ ձեզ հետաքրքրել, որ այս մարդուն պատասխանատվության կանչեք, մեկ կանչեք բացատրություն վերցնեք, հանեք այս գործը, նորոգեք, հենա, լավ էլ հիմք է։ Արդեն ապացուցվել է, որ մի քանի գործով Գագիկ Հարությունյանը տվել է ակնհայտ կեղծ բժշկական դատաբժշկական եզրակացություններ։ Խիքերական գործ չեք հարուցում։ Երրորդի մասին խոսամ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում կա քննչական վարչություն։ Իմիջիալոց այդ քննչական վարչությունը փակվելու գործով անուրանալի ավանդ ունեմ նաև ես, որովհետև Հայաստանի Հանրապետության մի հատ քաղաքացին եմ ժամանակ դատապարտյալ է, որ դիմել եմ սահմանադրական դատարան, ինչպես նաև Արաչյացյանի դատարանով գնացել եմ, հիմնավորել եմ, որ Հայաստանի Հանրապետության ուրեմն գլխավոր դատախազությունը իրավունք, вообще դատախազական համակարգի իրավունք չունի ունենալով քննչական ապարատ։ Իմիջիալոց Գևորգ Դանելյանը նախկին արդարադատության նախարարը կենթանի է, եղել է պատասխանող կողմը։ Վերջի վերջո դատական ոչ մի արդյունք չգրանցեց, դատական երրորդ ատյանը պրծանք, մի 10 օր չանցավ լուծարվեց այս վարչությունը։ Դրա պետ Անդրանիկ Միրզոյանը, որը լրիվ ընդհատակում է հիմա, вообще ծպտունը չի գալի, ձենը չի գալի։ Ամենաուժեղ հանցագործն է, կատարել է Աղվան Հովսեփյանի բոլոր անմիջական ցուցումները։ Ծպտունը չկա։ Ժողովրդավարության բաստիոնն է, այս մարդը вообще չեն հետաքրքրում։ Մյուսը քննչական խումբ է ձևավորված եղել այս գործով։ Քննչական խմբի ղեկավարն է Բագրատ Պետրոսյանը, ով հանդիսանում է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Արևիկ Պետրոսյանի հարազատ եղբայրը։ Սրանից մի քանի տարի առաջ, երբ որ Արևիկ Պետրոսյանի դեմ պրոցես էր ընթանում, ինձ ներքին կարգով առաջարկեցին, ասեցին Բագրատի դեմ ցուցմունք կտաս, որ ապօրինություններ ար, ասի մեծ սիրով 2-0, բայց պետք է քրեական գործը բացեք, նորոգեք, մեծ սիրով, սա խենա կա ինչեր արել Բագրատը,
Ասում առանձին, ասում խի առանձին, որ արևիկն է ձեզի պետք, թիրախային արևիկի վրա եք ուզում ազդեք, դա բացառված է, բացեք գործը։ Այս քննչական խմբի ղեկավարը Բագրատն է եղել, հատ չկա։ Վարչության պետը Անդրանիկ Միրզոյանը, քննչական խմբի անդամները բոլորը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Չստացվեց։ Հաջորդը ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Կարլոս Խաչիկի Պետրոսյանը, ով ամբողջ այս գործերի ընթացքում իր ծառայությունն է իրականացրել օպերատիվ ուղեկցում այս քրեական գործ կոչված ֆարսի։ Նա պետք է ենթարկվի։ Երրորդը ամենակարևորը դատավոր Պարքև Օհանյանը, ով այդ ժամանակ հանդիսանում էր Արաչյանի դատավորը, Արաչյանի դատանի դատավորը այս գործը, որ առաջի անգամ 2003 թվականի դեկտեմբերի 3-ին ուրեմն վճիռ կայացրել։ Ուրեմն դեկտեմբերի 2-ին կայացվեց վճիռ Նարի Հունանյանի եւ իր խմբի վերաբերյալ իմիջիալոց մեղադրանքի կողմը նույն դատախազներն են, ովքեր ինձ էին մեղադրանք պաշտպանում, Կորյուն Փիլոյանը եւ Արամ Ամիրզադյանը։ Իմիջիալոց այդ Արամը ասում են մերելա, տենց են ասում, ստե են ասում, էլի Օղորմի կողի գերեզմանները, իրան հաստատ չէ, Կորյուն Փիլոյանը, որ աճ ձեռն է եղել Աղվան Հովսեփյանի, հիմա կենթանի է, քանի կենթանիակ չեն հարցակնում այսքան մարդկանց։ Հաջորդը հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վարամ Շահինյանը, ով իմիջիալոց իմ ազգականն է։ Իմ ազգականն է, ով անմիջական մասնակցություն է ունեցել ամեն ինչի մեջ։ Հեսա որ ես նյութերելնի կլսեք այս պատմությունների շարունակությունը։ Էլ չեմ ասում ոստիկանական համակարգի ներկայացում Հունան Պողոսյանը։ Այդ խոշտանգումներին մասնակցել է Հրաչյա Հարությունյանը, հայտնի Կրակեմ Հրաչը, Մարտինի խոշտանգումներին, որի մասին բավականին երկար ցուցմունքներ ա տվել, ինչեր են բերել գլուխը, որ ցուցմունք տա։ Չեմ ասում իմ գլխին ինչեր են արել, հեչ, իրան ինչ են արել, որ իմ դեմ ցուցմունք տա, որ կարողանան մի ձև կապեն ինձ հանցագործության հետ։ Որովհետև ինձանից էլ ուզում են ցուցմունքներ ստանալ X մարդկանց, գեներալների բանի վրա են ուզում ցուցմունքներ ստանալ, որ նրանց փակեն։ Այսպես process է սա։ Աշոտ Միրիջանյանը, հիշում եք, տխրահռչակ Աշոտ Միրիջան, ու սենց այսպես ասխաբույլ է։ Դուք հիմա պատկերացնում եք, եթե Լորիսը այս ամեն ինչը դες գիտեմ, անձամբ նայում է։ Երբ որ Լորիսը մի հատ խորհրդակցություն հիմա հրավիրի կամ այդ սուպեր հեռախոսով են SMS-ով մի հատ գրի ընթաց տվեք այս գործին։ Դուք պատկերացնում եք ինչա բացվում։ Ինչ եք հոկտեմբերի 27-ով ուզում բացեք։ Եթե քրեական գործի ընթացքը շեղվել է մեկ այլ քրեական գործով, ստեղծվել է մեղադրանքի ակնհայտ կեղծ մեղադրական ապացույցներ։ Երկրի նախագահն եղել է Ռոբերտ Սետրակի Քոչարյանը, բոլորի մասին գիտի, որտեղ այնքան հանրային բողոքելներ են նախագահականի դեմ իմ հարազատները, թերթերն էին գրում պարբերաբար, իրավապաշտպան հասարակական կառույցներն էին պարբերաբար այս գործին հետևողական։ Չեք պատկերացնի ինչ դեսպանատներից էին գալի ինձ այցելության ազգային անվտանգության ծառայության քննչական մեկ ուսարանում։ Սա փակ գործ չի եղել, շատ հանրային հնչեղ գործ էր։ Փառք ու պատիվ Արաբոտ թերթի խմբագիր Ռուզան Մինասյանին, լրագրող խմբագիր Արա Աբրահամյանին, հազար ներողություն, եթե էլի լրագրողներ կան, ես հիմա կարող չհիշեմ, Աննա Իսրայելյանին, Արմինե Օհանյանին, Թագույթ Թովմասյան, այն ժամանակ չեք պատկերացնի Լանա Մշեցյանին, Գոլս Արմենին էր շատ անդրադառնում, պարբերաբար հրապարակումներ էր լինում այս գործի վերաբերյալ։ Փակ չի եղել։ Ու ոչ մի բան։ Հետո եկավ Սերժ Սարգսյանը, էլի ես նստած էի, էլի ոչ մի բան չարեցին։ Ես ազատվեցի 2016 թվականին, գիտեք, էլի պայքարը։ Ես արդեն 25 տարի այս պայքարը տանում եմ։ 25 տարի։ Ես ամեն դեպքում հասկացեք, հիմա գիտեք ինչ որոշ խորհրդավոր իմ մտերիմներ ասում են ախպեր դե նստել ես քո ինչին է պետք, դե բազա ողրգած են, էլի, որտեղ նորմալ մարդը ոչ թե կասի քո ինչին է պետք, այլ կասի ես ինչով օգնեմ, ախպեր, քո կյանքը մնացել է, երիտասարդ կյանքը պատերի մեջ է մնացել։ Ինչով օգնեմ, որ բացվի, արդարացվես, խիղճը հանգիստ գոնե մեռնես այս երկրում։ Դուք հասկանում եք իմ պրինցիպ, ես 25 տարի այս կռիվը տալիս եմ ու շարունակել եմ, քանի ես կենթան եմ, այս կռիվը տալու, այս գործը բացվելու է, այս արդարացվելու եմ։ Հարցը ստե իրավական արդարացումը չի, ստե բարոյական ուժեղ բան կա։ Ես ոչ տեսել եք իմ բանտային կյանքում եք տեսել, ես բանտային կյանքից էլ եմ պայքարել, հրապարակայնորեն, ամեն ինչ ես մի րոպե սուս չեմ մնացել։ Ես հասնել եմ արդարադատության։ Հարցը չի, որ վաղ ինձ արդարացնեն, չէ՞ սրանք պիտի պատասխան տան։
Թող ասեն վաղեմության ժամկետները անց է, ինչ ուզում են անեն։ Նրանք ինչ փդած գործերով Աղվան Հովսեփյանը անցնում են մյուսը։ Նրանք ինչ ո՞նց են կոծկի, նրանք ո՞նց են կոծկի հոկտեմբերի 27-ը։ Այդ դրա համար էլ ձգում են այս ամեն ինչը, չեն ուզում տրամադրեն փաստաթղթերը։ Եթե խնդիր չունեք, ես հասնել եմ նրան, որ փաստաթղթերը հայտնվի այս ձեռքերի մեջ, բավականին մեծ ծավալ ունենք, բայց այն հիմնական բաներ կա, որ լավ չի երևում, միտեղ խոնավ ա եղել, պետք է ասենք մի հատ փորձաքննության տանք դզելու ենք ամեն դեպքում, մեր ձեռը կա։ Պրոստը որ ավելի այսօր տեխնիկական դարա, սիրուն նկարենք ավելի շուտ միանգամից PDF-ով փաստաթղթավորենք ու մեր հաղորդումը տեղի ունենալու, դա պատմական հաղորդում անելու, դա սարը ցնցուղ է լցնելու նաև քաղաքական դաշտի գլխին։ Որովհետև դուք չեք ուզում արդարադատություն, որովհետև ձեզ չի հետաքրքրում, ես ամեն ինչը դրել եք հոկտեմբերի 27 44 օրյա պատերազմ, քարորյա դրել եք քաղաքական դիվիդենդի պես sense ֆրցնում եք, էլի ժողովրդին խաբում եք։ Մի փոքր է կանադառնամ 44 օրյան, գիտեք, ես 44 օրյայի այդ հադութի դեպքերով շատ ակտիվ մասնակցություն եմ ունեցել, ունենալու եմ, այո, ես նորից եմ պնդում, հադութի դեպքը մինչև չբացահայտվի, հադութի հանձնում եմ, մոռացեք, որ պատերազմի գաղտնիքը բացվել է, մոռացեք։ Աքիլեսյան գարշապարը հիշեք, դա հադրութն է։ Ես տեսել եմ քննչական խումբը ոնց է աշխատում, ոնց է շեղում, դուք պատկերացնում եք քննություն ա գնում, այդ պատվալում մնացած տղեկի անուն, ազգանուն, հայրանուններ, հեռախոսի համարներ, հասցենելով ցուցակ ասում եմ, կանչեք քննեք այդ տղեկը խեն մնացել, ով էլ բերե վոլդեցենեք է, ասում ես իմ էսպես չի ասում եմ, բա ինչ ա պետք, բայց ոնց է քննություն վարում, քննչական խմբի ղեկավար է, գնացել ասել եմ զինվորական քննչական, Բաբայան 6, ասում եմ հեսա, փաստերը, բացի այդ ես ինչքան եմ հարցեր քննվել ազգային անվտանգությունում, մյուս տեղերը դա սենց ամիսներով Հադրութը բացեք, ոնց հանձնվեց, ու դուք կտենաք գաղտնիքը որտեղ է պատերազմի։ Չեմ ուզում հիմա ծանրաբեռնեմ ձեզ եթերով, կարծում եմ իրեն նախնական հերիք է, ընթացքում էլ փաստաթղթերի հետ եմ աշխատում, ես անպայման եթեր կունենամ, խնդրում եմ տարածել, շատ տարածել այս նյութը, հույսով եմ Մալացիայի բաժնի համայնքային ոստիկանը այսօր մի քիչ ծանրաբեռնված կլինի, որովհետև մոտավորապես մի 48 րոպե խոսում եմ, հա, բավականին հարուստ զեկուցագրերի նյութ տվեց իրան, եթե հանդեպն իհարկե, էլի, տենում եք հայրանք չկա, բան չկա, ուրեմն գործ չունի այդ տղեն, ասենք քրեական հետապնդման առիթ չտվեցի։ Մի քիչ կներվի, մի քիչ վերենք խոսան, բայց ոչինչ, թող ըմբռնումով մոտենա, հանդուլ ժողականորեն տանես եթերս, ես տենց եմ որոշել։ Հետ այսու էսա, սենց է լինելու, դուք առիթ չեք ունենալու, որ ամեն հավայի բանի համար ինձ տանեք փագելու։ Հասկացաք։ Էսի նայեք, էսի ռազմաքաղաքական պայքար է, էսի իրավական քաղաքական պայքար է, սա քաղաքական իրավական, ոնց ուզում եք ձևակերպեք, ինչ ուզում եք արեք։ Ես ձեզ նորից եմ ասում, քաղաքականությունը չափազանց լուրջ բան է, որպեսզի վստահենք այսօրվա քաղաքական գործիչներին։ Նայում են իրաց, իմիջիալոս հեսա մի հատ էլ անդրադարձ կանեմ, դուք գիտեք, ես առանձնահատուկ հարգանքով եմ վերաբերվում փաստաբանական համայնքին, բայց արդեն մի հատ sense իրավիճակ է ստեղծվել, փաստաբանական համայնքում կան երկու փաստաբան, անունները դեռ չեմ տա, մինչև շատ չընկնեն ջեբս, եթե իրանք որոշել են, որ ես իրանց հետևից ընկնեմ, ես իրանց խոսք եմ տալի, իրանց իրավական փորձը իրանց ընդհանրապես չի օգնելու։ Ես շատ լավ ընկեր եմ նվիրյալ եւ շատ վտանգավոր թշնամի։ Ինչ չգցեք ձեր հետևից, ձեզի տալիս եմ չինական վերջի նախազգուշացումը, այդ երկու փաստաբաններ, ասեմ ձեզի, պատենտ չի, մաքուր չինական վերջի զգուշացումը ձեզի, որ խելոք վերընկնեք տեղներ, մեկի սերը չես հասկանում, կինա թե տղամարդ է, որտեղ կզարմանաս, փսլինք էլի, փսլինք, իսկականից նայում ես ռոդիբի կինա, բայց ես տեյության չես է ջոգում տղամարդա թե չէ, այն մեկը իբրև թե տղամարդա իմիջիալոս լավ էլ բացագույն պաշտոններ ա զբաղեցրել այդ համայնքում, ստենդը բալտակներ ալնում, մտել է քաղաքական իր հոգևոր հոր ամոձիների տակ ստենդը բալտակներ ալնում, որ իրաց քաղաքական հորը կպնում եմ անգամ այսենց հարցերով շատ հուզված է տանում այս ամեն ինչը։ Ահա որ հուզված է տանում, ստենդը բաները խոսում, ասում մանախը բանը, Աբազյանի մարդն է, լսի այ հոգնած, ես իմ կյանքում մեկի մարդն եմ եղել, հետ իմ նախկին կինն է, եթե շատ ես տենց հուզված, կարամ քո ամուսինն լնեմ, նայ, պրոստը արենտացիաս չի թույլ տալի, չեմ կարա, շատ մի հուզվի,
Խելոք վերընկի տեղը, դա պարեսի փոքր քաղաք է, փոքր պետություն է, ես քեզ նախազգուշացրեցի, դու հասկացար ում մասին եմ խոսում։ Շատ ուշադիր եղի։ Իսկ երկրորդ փսլինքին զգուշացնում եմ, այդ որ ղրգել են իմիջիալոց ոնց որ շատ են հուզվել Աղվան Հովսեփյանի հետ կապված այս իմ գործընթացներից, զգուշացնում եմ, խելոք վերընկեք տեղներդ, ինչ չգցեք ձեր հետևից։ Ես ձեր հավեսը չունեմ։ Ես էլ գիտեք խեմ զգուշացնում, որովհետև փաստաբանական համայնքում ես ունեմ շատ իմ կողմից հարգարժան, պատվարժան փաստաբաններ, զուտ հարկելով, որ իրանք այդ համայնքի ներկայացուցիչ են։ Բայց հիշեք, ինձնից շատ ես ոչ մեկին չեմ արգում։ Սա իրանց խաթր, ասես չինական, ոչ պատենտային, մաքուր չինական նախազգուշացում ձեզ։ Խելոք մնացեք, գործ չունեք դուք իմ հետ։ Գնացեք դու ձեր քաղաքական խաղերի մեջ մտեք։ Ես քաղաքականության մեջ չկամ։ Ում էլ ինչ կա ասելու, այսինքն հրապարակային ճպստում եմ երեսներին։ Ու դուք ավելի լավ ձգվեք, ամրագոտիները կապած, հեսա որ փաստաթղթերը սկսեն հրապարակվել, դտենամ ձեր քաղաքական պապաները ինչքանով եք կարանալու պաշտպանեք։ Իմ հայրենատեր հայրենակիցներ, կներեք ձեզ ծանրաբեռնելու համար, Աստված պահապան լինի հայոց աշխարհին, Աստված պահապան լինի Արցախ աշխարհին եւ հայոց սփյուռքին։ Ես ազգի հետ եմ, իմ ընկերներով մենք ազգի հետ ենք, մենք այս ժողովրդի հետ գլուխ չունենք, ստել ես ժողովուրդ չեմ տենում, ես խառնածին ամբողջ է դարը, մենք ազգի հետ ենք, ով ազգայնական է, ով ազգի համար մտորումներ ունի, ով ազգի խնդիրներով է ապրում, ով ազգի պահապանն ու պաշտպանն է, ես իրանց շարքերում ամենավերջինն եմ, շարքային կանգնած եմ պաշտպանելու մեր ազգային պետական շահերը, Աստված պահապան լինի բոլորիդ ընտանիքներին, պինդ կացեք, կգա մի օր ու կմնա մի օր, հիշեք, թող լինի միշտ արևը, խնդրում եմ տարածել, Աստված պահապան բոլորիս։